Եթե չենք գիտակցում, որ մեռած ենք ու Հիսուսով կյանք ունեցանք, ուրեմն գուցեև փրկություն չունենք, ուրեմն գուցեև այսքան ժամանակ ապրել ենք անիմաստ։ Եվ այսօր առիթը կա, ամեն վարքյան առիթը կա դարձի գալու, խոստովանելու մեր մեղքերը, ընդունելու Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, ընդունելու, որ Հիսուսն է ով Քրիստոսը, Մեսիան, որը որ փրկություն դարձավ մեզ համար։ Եվ այո, հաղորդությունը հիշեցումն է սրա մասին, որ իր արյունը թափեց, իր մարմինը տվեց, որպեսզի ես եւ դու եւ կյանք ունենանք։ Այլ բանի համար չի տվել, սիրելիներ։ Կներեք, ես չեմ կարող խոստանալ, որ եթե Տիրոջը դառնաք, ամեն բան լավ է լինելու։ Ձեր զավակները խնդիր չեն ունենալու, չեմ կարող խոստանալ։ Կարամ մի բան, բայց խոստանամ, որ եթե հավատացիք, փրկություն ունեք, որ եթե այստեղ ձեր աչքերը փակեցիք, Տիրոջ հետ եք անցկացնելու հավիտենականությունը։ Կարամ խոստանամ, որ նեղության ժամանակ Հիսուս Քրիստոս ասեց, որ ձեր հետ եմ լինելու, մենակ չեք լինելու։ Սա իր խոսքն է ասում։ Ուրեմն Հիսուսն է Քրիստոսը, որտեղ Աստված ինքը իր հրեշտակին ուղարկեց ու ասեց, որ այն ով որ ծնվելու է, պետք է անունը դնես Հիսուս ու ինքը Սուրբ Հոգուց է։ Ինքն է այն փրկությունը, որ գալու է մարդկության փրկությունը լինելու։ Եվ սա ոչ միայն ծնունդի ժամանակ եղավ, այլ նաև Հիսուսի կյանքի ընթացքում։ Գոնե ամենակիչը 2 անգամ շատ հստակ տեսնում ենք Մկրտության օրը Աստված երկնքից խոսեց ու ասեց. «Սա է իմ սիրելի որդին, նրան լսեք, նրան հավատացեք»։ Եվ նույնը, երբ որ բարձրացել էին լեռան վրա, այդ ժամանակ առաքյալներին նորից նույն խոսքը, որ սա է իմ որդին, լսեք այն ամեն ինչ որ ասում է, Աստված ինքը հաստատեց, որ Հիսուսն է Քրիստոսը։ Մնացած բոլոր եկողները, ովքեր որ այս հաստատությունը չունեն, խաբեբա են, եւ Տեր Հիսուս շատ հստակ ասեց. ինձանից հետո շատ Քրիստոսներ գալու են եւ արդեն եկել են։ Եվ այսօր էլ կան։ Նայեք աղանդներին կտեսնեք, որ նույն ձևով են գալի, ներկայանում են որպես Քրիստոս, ներկայանում են որպես Փրկիչ, ներկայանում են որպես Քրիստոսի հետևորդ, բայց ուրիշ ավետարան են տալիս։ Զգուշ պետք է լինենք, ով է Հիսուսը։ Արդյոք Քրիստոսին ենք հետևում, թե ուրիշ Հիսուսներին ենք հետևում։